Պարոն Եղոյան, նախ երեք դուք ահավոր վատ եւ շատ գրեհիկ եք արտահայտվել հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության տասնամյակներով շահ սպասարկող մեր ազգային կառույցների նկատմամբ։ Մի վարքյան էլի։ Այստեղ դուք կարտահայտվեցիք Եվրոպայի հայդատի գրասենյակի մասին, Գասպար Կարապետյանի մասին։ Գիտեք, սենց ասեմ, կարծում եմ ամեն նորմալ դաստիարակություն ստացած մարդ միշտ պետքա նախ մեծին հարգի, նախ հարգի այն մարդուն, որի հետ ճանապարհ է անցել, հարգի այն մարդուն, որը փոքր-ինչ գիտելիք է տվել, օրինակ Եվրոպարլամենտի տարբեր պատգամավորների դռները ոնց են բացում, ծանոթացնում, տպավորություն էր, որ դուք ընդհանրապես այդ ամեն ինչի հետ կապ չունեք, բայց դե մարդիկ կան, հիշում են, հիմա Գասպար Կարապետյանը մեծահոգի է, ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդ է, մեծահոգի կգտնվի 1000 անգամ այդպիսի բան տեսել է, բայց մի հատ ելույթով անդրադառնալու եմ, բայց մինչև ելույթը, որ վերհիշեք էլի ժամանակ ունենանք, սա 21 թվականի ապրիլն է, հեռավար կոնֆերանս, կազմակերպությամբ Եվրոպայի հայդատի գրասենյակի և Կիպրոսից Եվրոպարլամենտի պատգամավորի, նվիրված էր Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների վիճակին։ Իդեպ որքան տեսնում եմ, այս կոնֆերանսի մեջ մեկ էլ շատ ծանոթ դեմք է հայտնվում։ Արման Եղոյան, հիշեցիք, մի քիչ ուրիշ բաներ էլ կհիշացնեմ, բայց այդ արդեն առանձին ելույթի ժամանակ որ բանանեմ։ Ինչ վերաբերում է հայության և Հայաստանի շահերի բախմանը, չի կարող մի ժողովուրդ, աշխարհասփյուռ ժողովուրդ, որը իր համար հակառակ ապրում է Միացյալ Նահանգներում, ապրում է Լիբանանում, ապրում է Սիրիայում, իր համար հայրենիքը մնա Հայաստանը եւ այդ ժողովրդի տարբեր հատվածների շահերը բախվեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Գիտեք, երևի սփյուռքահայերը քիչ եք շփվել, իսկ ես երջանկություն եմ ունեցել 18-19 տարեկանից ապրել այդ մթնոլորտում, լինել Սփյուռքի շատ գաղթօջախներում, ուղղակի դուք չեք ճանաչում։ Այդ մարդիկ ծնվում են, ծնվելուց հետո օրորոցայինով հայրենիքի հետ են կապվում։ Իդեպ ասեմ, տարբեր մեր ուղեկից կազմակերպություններով միայն այս տարվա ընթացքում շուրջ 3000 երիտասարդ եկել է հայրենիք։ Երնեք մեկը ներկա լիներ մեր ավանդական էլի պատմական Հոմենեթմենի հայ մարմնակրթական ընդհանուր միության, որն արդեն 100 տարեկան է, ընդհանուր միության համահայկական բանակմանը Բյուրականում։ Փշաքաղվել կարելի է, թե ոնց այդ օտար ափերում մարդն այդքան հայ կարող է լինել։ Արձագանք։ Պարոն Մանուկյան, ես ձեր հարցից, ձեր պատասխանից հասկացա, որ հայկական շահը եւ Հայաստանի շահը իրար չեն կարող հակասել, դա լրիվ նույն բանն է, ըստ սահմանման։ Այդ դեպքում ինչի նույնիսկ դուք այս ձեր խոսքի մեջ խուսափեցիք օգտագործել Հայաստանի շահը, հայաստանյան շահը եւ ասացիք հայ ժողովրդի շահ, չգիտեմ, հայկական, հայ արմատներ, հայրենիքի շահ եւ այլ, ինչի եք խուսափում Հայաստանի շահը բառակապակցությունը օգտագործելուց, եթե այն լրիվ իդենտիկ է հայկական շահի հետ։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյան, 90 թվականի ապրիլի 17-ին Արցախից վերադառնալու հաջորդ օրը, երբ որ ընդունվել եմ դաշնակցության շարքեր, երդում եմ տվել, ինչպես իմ ընկերները, ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին։ Երդում եմ տվել, որպես պատգամավոր են երդվել Հայաստանի շահը սպասարկել, որպես դաշնակցական, որպես մարդ, որպես քաղաքական գործիչ ես եւ իմ ընկերները անցնող բոլոր տարիներին այդ շահի համար ենք ապրել, ցավոք սրտի իմ շատ ընկերներ, կուսակից ընկերներ նաև նահատակվել են։